Այսօր որ նայում եմ, որ իրանք լռում են այս բաների տեղը, մտածում եմ, լավ, բա դուք ո՞նց եք ուզում, մենք վաղը ձեզ ո՞նց ենք պաշտպանելու, որպես մարդու պատկերացնիր, որ քո ճանաչած այդ ԿՊԱ-մերձ շրջանակները հիմա դուրս գային Նիկոլի քաղաքական գծի դեմ, այդ է իրակնկալում։ Որտեվ եկեղեցու դեմ են դուրս եկել, ուրեմն իրանք է քաղաքական գծի դեմ։ Վազգեն ու հասկանում ես ուր ենք հասի։ Ես ուրիշ ձև եմ տեսնում, եղեք ես տեսնում եմ, որ մենք հասել ենք մի հատ կետի, որը դրանից են կողմ էլ չկա։ Եթե եկեղեցուն ենք, էլի եմ ասում, նոր սրբազան պայքարի ժամանակ եմ դա ասել։ Եթե մեզ արդեն մեր քրիստոնեական արժեքները, մեր ավանդույթները, մեր ամեն ինչն են վտանգի տակ դրել, էլ ավել ինչ պիտի լինի, այսինքն ինչ գանտունը մորթել մեզ, որ հասկանանք, որ էլ ճանապարհ չկա առաջ։ Էլ չկա, իմ համար սա անդունդն է։ Անդունդն է, որից են կողմ։ Ես ամենայն անկեղծ եմ, որպես քրիստոնյա ասում եմ, միշտ մտածեմ, որ այդ ԿՊ-ի սատարող մարդկանց, երբ հասարակ քաղաքացիներին նույնիսկ ովքեր որ այսօր սատարում են չգիտակցաբար, չհասկանալով այն լայն մասային, որը խաբվել է, այն գյուղի տատիկին, որը ասում է, բեր ինքցին ջեբը հարիվի, ինքը ինչ է արել, որ ես վաղը կանգնելու ես դոշտայ պաշտպանի ամենայն անկեղծությամբ, բայց տեղ թողեք այդ պաշտպանելու համար։ Տեղ թողեք, որ վաղը ձեզ բան ասելու լինեն, մենք էլ ասենք, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք իրանց արածը, իրանց պես, իրանց մակարդակով չենք անել, բայց դուք այդ տեղը չեք թողում, որովհետև կպնում են մի մարդու, որ Հայաստանի Հանրապետության, ինձ թվում է ամենամեծ, չգիտեմ, ես իրապես չեմ տիրապետում, տենց գիտեմ, որ Արցախի հիվանդանոցը, որը, չգիտեմ, միլիոնների թեմա է եղել, ինքն է սարքել, գիտեմ, որ ինչքան ընտանիքների այն կբարեկեցություն արել։ Տաբուշի դեպ նաև եւս մեծ Լոռու, եթե չեմ սխալվում, հիվանդանոցը նույնպես, եթե չեմ սխալվում։ Շատ բաներ է արել, այդ չի հարցը։ Ես իրականում այդքան լավատես չլինի, որ մտածեմ, որ իրանք պետքա լավագույն ինչ կարային անեն, օրինակ Աբազյանի պես լքեին պաշտոնը, դա որպես չէ, քիչ բան չի, դրա համար եմ ասում։ Ես հակահարկ եմ այդ մարդկանց շատ ու ավելի շատ։ Այո, չէ, իրանք հանցակից են դառնում ու թաղապետերը բան գուցե ոչ այդքան շատ։ Այդ ես քեզ ուղղակի օրինակ դրեցի, բայց շատ մարդիկ կան։ Օրինակ քաղաքական իրանք թիմի ներկայացուցիչները, որոնք մտել են նաև այս քարոզչական գծի տակ, այտենց մարդիկ կան, չէ, որ այդտեղ ցույց են տալիս, օրինակ անց Զավեշտի աստիճանը է, նա ամ այդ բանը, ջեպազրույցը որ Նիկոլը տալիս է, ում հետևի ֆոնի վրա կանգնած է Թորոսյան Արսենը ու տես բան չեք տեսել, ողջ ընթացքում գիտես ինչ անում է, ողջ ընթացքում դե անհավատը ես էլ եմ անհավատ մի չէ, դու արդեն հավատացյալ ես, դու չես զգում ուղղակի, չէ։ Ես քեզ շուտ եմ ասել դա։ Սենց անում է, հետևը կանած է Թորոսյան Արսենը սենց անում է։ Ինչ ասում է Նիկոլն է։ Վագն Ալեքսանդրը ուրախանում։ Սաղ տեքստի ընթացքում վատ բաներ ասում Նիկոլը։ Սա ողջ ընթացքում sense գլխով անում, այսինքն նայ կան մարդիկ, որոնք Նիկոլը հիմա ունի աջակցության կարիք իր թիմի ներսում, որովհետև քանի դու գնում ես ու խփում ես ել ավելի ծանր տեղ, որտեղ օրինակ նախկիններին խփելը հեշտ է։ Նախկիններին որ խփում բոլորն էին իր կողքը կանգնած։ Հիմա եթե նկատել ես ինչ որ մարդիկ, որոնք որևէ կարմիր գիծ չունեն, որևէ բարոյական սահման չունեն, իրանք վեկալել են իրանց վրա։ Ցանկացած բան, հենց մեկին խփում, օրինակ եկեղեցին ոնց սկսեց նաև ամենամեծ արշավը, իր վրա վեկալեց դրա անոնսը Վագն Ալեքսանյանը, գնաց հանրային ալիք, ասաց պետքա կազմել խմբեր, որոնք կգնան ու կհանեն այդտեղից վեհապարին, հաջորդ օրը Նիկոլը դա ասեց։ Հիմա օրինակ ինքը Սամվել Կարապետյանի, որը ի դեպ ասեմ, միջև սրանց այս քարոզչական գիծը ինքը երբևէ չի ունեցել բացասական ինչ որ համատեքստ Սամվել Կարապետյանը, ի տարբերություն մի շարք այլ մեծահարուստների, ինքը նաև այն հանգամանքով, որ Հայաստանում չի ունեցել որևէ բացասական ֆոն։ Սրանք չեղած են բացասական ֆոնի վրա, օրինակ են Արթուր Հովանեսյանները, բան կենսագրություն չունեցող կամ ավելի վատ կենսագրություն ունեցող մարդիկ միանգամից են որ Սամվել դու գնա կրկես սարքի արա բան, բայց ասում 10 տարի առաջ դուք այդ մարդու կողքով ոնց էիք անցնելու։ Այսինքն դուք պատասպարվում եք մենակ այդ ոստիկաններով, ախր էլի եմ ասում մի օր չի լինելու, իսկապես մի օր չի լինելու, ոչ թե նրա համար որ անպայման իշխանապողությունը պիտի լինի, հեղափոխություն պիտի լինի կամ չի։ Մի օր պրոստը դուք պաշտոնի որ չլինեք, օրինակ ոստիկանապետի Ենչախ Ձյաձյայի նման եւ նման մարդկանց նման։ Արա դա հենց գնաց հենց հրաժարական տվել նույն օր թռել է Ամերիկա։ Բայց լավ մի օր Ամերիկայում ես ու ինքը նայելու ենք, չէ՞ իրան, ես իրան հարցնել եմ դու հունիսի 12-ին, որ նետում էիր այդ նռնակը կպավ ասպրամի ոտին եւ ոչ թե իմ գլխին, օրինակի համար։ Դու ինչ էիր մտածում այդ պահին։ Հարցնելու եմ, չէ՞ ես դա։ Եթե իրան թվում է որ չեն հարցնելու, այդ դու հարցնելու ես, ես հարցնելու եմ։ Կամ Ամերիկայի հայերը այսօր չեն հարցնելու, չեն տեսնելու իրան։ Այսօր կարող է չհարցնեն, բայց վաղը հաստատ հարցնելու են։ Բայց եմ ասում, լավ, վաղվա կյանքի մասին չեն մտածում։ Հայերը Սփյուռքում 10 միլիոն են, այստեղ 2.5 միլիոն են, հաստատ 10 միլիոն հայ է, տեսնելու այդ դրսում ապրող նույն այդ հայերին, որոնք որ իրանց ազգին նվաստացրել են, տվել են թուրքի։ Այսօր ինչ եք ուզում եմ հասկանամ, մեկը կարա ինձ նստի նորմալ բացատրի, ասի, այսինքն ինչ մենք դառնանք։ Մեր քրիստոնեությունից հրաժարվենք, եք արդեն այն բոլոր գծերը անցել եք, բոլոր գծերը հասել ենք նրան, որ մենք մեր ընտանիքներում ես այն օրը նստած
Մոնթեի հետ գիրք գրոցն եմ նայում, մանկական մուլտիկա քրիստոնեական։ Սատանան թևերով կանգնած է, ասում է Տիրոջն է ասում, դու այստեղի այդ գործ չունես, քոնը երկնքի արքայությունն է, իմը երկրի վրա։ Մոնթեն պատտվել է ասում, մամ, բայց ինքը երկրի վրա է, բա դու միշտ ասում ես Աստծուն հավատա, Աստված ամեն ինչ տստե որոշում, ասեմ բալես, միշտ չարը միշտ բարդվում է, ու միշտ բան հաղթում է, դե մուլտիվերսում իհարկե տենց եղա, ու ես Մոնթեին տենց եմ դաստիարակում, ու եթե մենք հիմա չկանգնենք այդ բարիով ու չհաղթենք այդ չարին, ես իսկապես չգիտեմ, վաղ իմ երեխուն, լավ դուք այդ ձեր երեխեքին ինչ եք ասելու։